Ամեն ուկրաինացի ունի առաջին օրվա պատմությունը։ Պատմություն այն մասին, թե որտեղ էին, երբ սկսվեց լայնամասշտաբ ներխուժումը եւ ինչ կատարվեց հետո։ Մարդիկ հիշում են այդ օրվա բոլոր մանրամասները, քանի որ դա սովորական պատմություն չէ, անշրջելի անցում է դեպի նոր իրականություն։ Աշխարհն այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին էր փետրվարի 23-ին, երբ շատերս գնացին քնելու։ Մոտավորապես այս կերպ կարելի է նկարագրել մարդկանց իրավիճակը, ում բերման են ենթարկել հավաքակայան։ Այստեղ ամեն ոք ունի իր նոր առաջին օրվա պատմությունը, թե ինչպես է հավաքագրողների կամ ոստիկանների հանդիպել։ Զրույցի բռնվելու լավագույն ձևը իսկ դու ոնց հայտնվեցիր այստեղ հարցնելն է։ Կարող էի ձախ թեքվել, կարող էի բանկ գնալը տեղափոխել 2 շաբթի, կարող էի մեքենան 5 մետր հեռու կայանել։ Ավելի էկզոտիկ դեպքեր են հանդիպում։ Ձկնորսին տարել են ձուկ բռնելուց եւ հավաքակայան բերել կարթն ու կենթանի խայցը ձեռքին։ Մյուսը փորձում էր հեծանիվով փախնել, բայց հասան, մեքենայով հարվածեցին ու տարան։ Երրորդը հավաքակայանում էր Գլովոյի ուսապարկով, իսկ Զորամասի միջանցքում ինչ-որ պիցցայանոցի առաքման ծառայության սկուտեր էր գցած։ Առաքիչներն իմիջիալոց հրաժարվում են քշել այս կողմ, մի բան գիտեն։ Առաջին անգամ բոլոր այս դեպքերի մասին պատմում են անարդարությունից վրդովված եւ ատելությամբ լցված։ Առաջարկում են սատկացնել մենթերին եւ հավաքագրողներին, վառել մեքենաները եւ նույնիսկ մուռ հանել դրանց տնեցիքից։ Ժամանակի հետ էմոցիաները մարում են, մարդիկ հաշտվում են։ Արդեն Զորամասում նույն պատմությունները դառը իրոնիայի պես են հնչում, զիջելով տեղը բանակային առօրյային։ Առավոտ 4-ին տագնապ է հնչում եւ մեզ հանում են, որ տանեն ապաստարան, բայց հրամանատարության համար ավելի կարեւոր է բացառել փախուստները, ինչի պատճառով մեզ շարում են պլացի վրա եւ հատ-հատ հաշվում, մինչեւ թվերը չհամընկնեն։ Երկնքում դրոններ են թռչում, լսվում է հոպի աշխատանքը, խոցված հրթիռների պայթյունները, սակայն մեր 100 հոգանոց ամբոխը բաց երկնքի տակ սպասում է, երբ են իրենց հաշվելու։ Հիմա սեփական աչքերով են տեսնում, թե ինչպես է համագեստավորների փոքր խումբը կարողանում վերահսկել կատաղած մեծամասնությանը։ Հարկավոր է սեփական ոտքին կրակել սովորել։ Քաղաքական գործիչները, ակտիվիստները, ֆինանսիստները, տեխնոլոգիական ուտոպիստները վերջին տասնամյակներում նահանջել են իրական խնդիրներին առեսվելու փոխարեն։ Ինչ են արել։ Իրական աշխարհի պարզունակ տարբերակն են կերտել, որպեսզի կառչեն իշխանությունից եւ զրկեն մեզ մատերիալիստական զգայունության ահռելի ներուժից։ Այդ կեղծ աշխարհի աճին զուգընթաց շարժվում ենք եւ մենք, որովհետեւ պարզությունը հուսադրող է։ Նույնիսկ նրանք, ովքեր կարծում էին, որ համակարգին դեմ են, ռադիկալները, բնապահպանները, երաժիշտները, արվեստագետները, ակտիվիստները եւ ամբողջ հակամշակույթը, իրականում մեծ ստի մասը դարձան, համոզելով, որ մրցակցային հարաբերությունները եւ շուկայական սկզբունքը այլընտրանք չունեն։ Պատմության թանգարանը թող զբաղվի պատմության թանգարանի պատմությամբ։ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը պետք է դառնա Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի թանգարան, Ցեղասպանության ինստիտուտը, հետազոտի Ցեղասպանության թանգարանի պատմությունը։ Արհեստավարժ խաղաղասերները հրաժարվեն չարթերային թռիչքներից, լրագրողները հետաքննեն իրենց խմբագրությունների ֆինանսավորման աղբյուրները, ղեկավարի կապերը, գոլեգաների միջև աշխատավարձերի բաշխումը, ներքին իերարխիան եւ անարդարությունը։ Ելք կա, կտրուկ դանդաղեցում, դա է ելքը, վճռական կանգառ, էպիկական արգելակում։ Եթե ընդունում ենք փաստը, որ պատմությունը մարտի դաշտ է, ապա պատմաբանները չպետք է ընկալվեն որպես ճշմարտության գործակալներ։ Վստահությունը եւ ասացի ճշմարտացիությունը նվաճվում է ինքդ քո հետ պատերազմելու ունակությամբ։ Քանդել ստեղծածդ ֆորմայի վերարտադրությունը, մերժել քաղաքական դերակատարներին, իրենց հորինած ապագան, իրենց իսկ կեղծած անցյալումը։ Մենք արտադրում ենք չիմացություն,
որի հիմքում մեր պեղած գտած փաստերն են։ Ամեն հայտնաբերված փաստով ուժեղացնում եւ խորացնում ենք չիմացությունը, զարգացնում եւ դարձնում այն առավել ամբողջական եւ հիմնավոր, ապակայունացնում ենք, սողանքներ դրդում։ Արգելակեք եւ տեսեք, թե ինչպես են հաստատված կյանքի պրակտիկ այլընտրանքները ուտոպիա կոչվել, չեզոքացվել եւ դրվել ապակու տակ։ Հիշենք հնարավորի վսեմության եւ խղճուկ ներկայի հարաբերությունը։ Անցյալում այլընտրանք չկա։ Ասում են, որ հավաքակայան բերած ամեն մարդու համար ոստիկանները պրեմիա են ստանում։ Չեմ հավատում։ Ավելի հավանական է պլան են կատարում եւ պետք է լավ աշխատեն, որ ոչ մեկի մտքով չանցնի հավաքագրողներին հավաքագրելը։ Փաստն այն է, որ տանում են բոլորին։ Ինձ հետ զորամասում էին 4 էպիլեպտիկ պարբերական նոպաներով, 2 թոքախտավոր, երիկամներում քարերով մեկը, ով ցավերի ժամանակ չէր կարողանում քայլել։ Մինիմում 2 հոգի շիզոֆրենիայով եւ էլի մարդիկ այլ հոգեբանական ախտորոշումներով։ Անտուն մեկը, որը անընդհատ ինքն իր հետ էր խոսում եւ փորփրում զորանոցի աղբամանը։ 2-3 սրոք նստածները, որոնց ոչ մի ուսումնական զորամաս չէր ընդունում։ Թմրանյութերից կախվածություն ունեցողներ, որից մեկը խիստ լոմկայի մեջ էր եւ բժիշկը նրան ինչ-որ օփիատ ներարկեց։ Վրաստանի քաղաքացի։ Բոլոր այս մարդիկ Իտանի են ճանաչվել տարածքային եւ բժշկական հանձնաժողովներում եւ արդեն պետք է ուղարկվեին ուսումնական կենտրոններ։ Նույն ժամանակահատվածում մեկը փորձեց փախնել, բաճկոնը գցեց փշալարի վրա, բայց միևնույնն է խրվեց փշերի մեջ։ Մյուսը կոտրվածքներ ստացավ 3-րդ հարկից ցատկելուց։ Եվս մեկը կոկորդը կտրեց։ 4-րդը կազարմայի պատուհաններն էր ջարդում աթոռով։ Թևերը կապեցին ու մինչև օրվա վերջ չարձակեցին։ Угу.